Այսօր խոսելու ենք ևս մեկ պատվիրանի մասին, 10 պատվիրանների ուսումնասիրությունը արդեն 8 ամիս է, որ մենք անում ենք, որովհետև ամեն ամիս մի պատգամ ենք հատկացնում պատվիրաններին եւ այսօր հասել ենք 8-րդ պատվիրանին։ Այսօր խոսելու ենք 8-րդ պատվիրանի մասին, որ գրված է Ելից գրքի 20-րդ գլխի 15 համարում եւ մենք կարդում ենք, որ Տերը մեզ պատվեր է տալիս Ելից 20-ի 15-ը, որ մենք գողություն չանենք։ Գողություն մի անիր, գրված է Աստվածաշնչի մեջ։ Պատվիրան, որ մեզ թվում է, թե մենք չենք խախտում։ Բայց այսօր խորն ենք նայելու սրան։ Մինչև հիմա այդ 7 պատվիրանները, որ նայել ենք, ոնց որ թե հասկացել ենք, որ ամեն մեկս մի քիչ ինչ-որ տեղ խախտում է։ Եվ Աստված ուզում է, որ մենք տեսնենք եւ ապաշխարենք, որ մենք տեսնենք, թե որտեղ է որ խախտում ենք եւ մեզանից հեռացնենք մեղքը։ Հիսուս եկավ, որպեսզի մեզ մեղքից ազատի։ Գրված է փրկի նրանց մեղքից։ Փրկիչ է Հիսուսը։ Ինչից է փրկում։ Մահից։ Մահը մեղքի հետևանքն է։ Հիսուս էստեղ է, որ մեզ մեղքից ազատի, որ մենք մահից փրկվենք, որ մենք հավիտենական կյանքը ժառանգենք։ Եվ 8-րդ պատվիրան՝ մի գողացիր կամ գողություն մի անիր։ Ինչա գողությունը։ Ես գիտեմ, որ երբ որ հարցնում ենք մարդկանց, ասում ենք դու մեղք ավելի լավ կլինի, մեղքից հեռու ապրես։ Ինչ եմ արել որ։ Ոչ շնություն եմ անում, ոչ գողություն եմ անում, չէ՞, երկու բանն են, չէ՞, հիմնականում ասում։ Ոչ շնություն, ոչ գողություն, ոչ էլ մարդասպանություն։ Արդյոք մենք գողություն չենք անում։ Եկեք տեսնենք Աստծո խոսքը ինչ է ասում։ Ինչ է գողությունը։ Երբ որ դու մեկին զրկում ես մի բանից, որ իրեն է պատկանում, դա գողություն է։ Երբ որ գողը մտնում է ինչ-որ մեկի տնից, գողանում է իր ոսկե մատանին, սա գողություն է։ Հիմա ասում ենք, երբ որ մեկը կամ դու, երբ որ դա մեզ է վերաբերում, երբ որ դու ինչ-որ մեկին զրկում ես իրան պատկանող բանից, սա գողություն է։ Սա հիշենք, հետո կանդրադառնանք սրան։ Բայց մի բան պիտի հասկանանք։ Այն, ինչ ես ունեմ, ինձ չի պատկանում։ Այն, ինչ ես ունեմ, Աստծուն է պատկանում։ Իմ տունը, իմ ունեցվածքը, իմ ընտանիքը, իմ խաղաղությունը ներսի, եթե հո ինձանով չի եկել։ Եթե Աստված եթե չդնի խաղաղություն, եթե Աստված չդնի խաղաղություն որտեղից։ Այս աշխարհի մեջ խաղաղություն չկա։ Այս աշխարհի մեջ կա ժամանակավոր թմրեցում։ Մարդը հարբում է իր դարդերը մոռանալու համար։ Եվ կամ ներվայնացնում են, գնում է վերցնում է ու սկսում է ծխել նյարդերը հանգստացնելու համար։ Եվ մնաց խաղաղ, հարբածը հաջորդ օրը զարթնում է, նույն խնդրեմը կա, գումարած գլխացավ։ Եթե գիշեր ուրիշ բաներ չի եղել։ Պապիրոսը հանգցնում է, նույն խնդրեմը կա, բայց երբ որ Աստված է խաղաղություն տալիս, ինքը հարատև խաղաղություն է։ Հիմա եթե ես խաղաղություն ունեմ, դա Աստծուց է, եթե ես ֆինանս ունեմ, դա Աստծուց է, եթե իմ սրտի մեջ ուրախություն կա, դա Աստծուց է։ Եթե Աստված ինձ երեխաներ է պարգևել, դա Աստծո պարգևն է, գրված է խոսքի մեջ։ Երեխաները պարգև են Աստծուց։ Բարակ ասեք ամեն։ Հիմա եթե ինչ-որ մեկը ինձանից, այս թվարկածներից կամ մյուս բաները, որ ինձ են պատկանում, Աստված ինձ տվել է գողանում է, ումից է գողանում։ Տիրոջից է գողանում։ Ես ուզում եմ սա հասկանանք, որ այս պատվիրանը շատ լուրջ պատվիրան է։
Եթե դու ինչ-որ մեկից ինչ-որ բան ես գողանում, դու Աստծուց ես գողանում։ Որովհետև ինքը ասում է, իմն է երկիրը և նրա ամբողջ լիությունը։ Իրանն ամեն, ինքը այդ մարդուն տվել է, տարբեր բաների համար։ Քո կարծիքով ինքը արժանի չի, որ այդքան ունենա, դրա համար ասել են, մի հատ մարդ գողանում էր, երբ որ խոսացինք, ասեցի, ինչ ես գողանում, չէ՞ որ դա մեղք է, ասեց, ինքը գիտես ինչքան ունի։ Կամ այն մյուսն էլ ասեց, ինքը ինձ այդքան աշխատավարձ չի տալ, ինքը քիչ է տալիս, ես էլ գողանում եմ։ Քիչ է տալի, մի աշխատի իր մոտ։ Ինքը քիչ է տալիս, ինչքան էլ տա, քեզ քիչ է լինելու։ Եթե գողանալու հնարավորություն ունես, գողանալու ես։ Կարևոր չի ինչ պատճառաբանությամբ ենք մենք գողանում։ Հիշում եք, Տերը Ղուկաս 19-րդ գլխում ասում է մնացներ բաժանեց, հա? Փող տվեց ամեն մեկին ծառաներին ու գնաց հեռու տեղ։ Հետո այդ ծառաները աշխատեցին, այդ փողի հետ մեկը շատացրեց, մեկը չշատացրեց, պահեց եւ այլն, բայց դա իրենցը չէր։ Եվ մենք պիտի հասկանանք, այն ինչ որ այսօր մենք ունենք, դա մեզ չի պատկանում։ Այն ինչ որ ունի այդ վատ մարդը ում մոտ դու աշխատում ես, ճակերտավոր, ես չգիտեմ, օրինակի մեջից, դա իրենը չի, դա Աստծուն է պատկանում։ Աստված հարմար է գտել իրան տալը եւ քեզ չտա։ Իսկ քեզ աշխատավարձ տա։ Եվ դու իրավունք չունես գողանալու։ Ամեն։ Ուրիշին պատկանող սեփականության գողանալու գայթակղությունը գալիս է չարից։ Անկախ թե ինչի վրա ես օգտագործելու։ Ձետչկինի կինոն բոլորը տեսած կլինեք, չէ՞։ Ոնց է վերնագիրը զգուշացիր ավտոմեքենայից։ Մարդը գողանում էր, որ ինչ աներ։ Մանկատներին էր բաժանում։ Նայում ես հավեսդ գալիս է, քիչ ամեն դու էլ տես գող դառնաս։ Բայց Աստված ինչ է ասում։ Մի գողացիր։ Բայց ես մանկատներին եմ բաժանում, ինձ իսկի մի կոպեկ է, չնայած ինքը մի կոպեկ պահում էր իրան, բայց ասենք թե չես էլ պահում, բայց բաժանում ես մանկատներին արժի։ Սպանում եմ, բայց մենակ չար մարդկանց եմ սպանում։ Արժի։ Գողանում եմ, բայց գողերից եմ գողանում։ Արժի։ Սրանով ես ասում եմ, Տեր Աստված, քո օրենքը ինձ այդքան չի հետաքրքրում։ Ես ունեմ իմ մարդկային արդարությունը եւ ես քեզանից լավ եմ հասկանում, ինչպես արդար ապրեմ ես կյանքում։ Ահա թե այսպիսի բարի գողերի տրամաբանությունը ինչի է բերում։ Ճակերտավոր բարի գողեր։ Աստված ասում է՝ մի գողացի։ Սա չի վերաբերվում միայն նյութականին։ Այս գիտեմ, որ ձեզանից շատերը նյութական գողություն չեք անում։ Բայց եթե դու գողանում ես ուրիշի խաղաղությունը, առավոտ զարթնում ես, տանը ամեն ինչ խաղաղ է, բայց դու վատերազ ես տեսել, կամ տրամադրությունը տեղը չի, ու գողանում ես մնացածի խաղաղությունը, հեռու բան եմ ասում, մարդը խաղաղություն ուներ, լավ տրամադրված, զարթնել էր, դու ունեիր հոգս, տեսել եք այդպիսի մարդկանց, ու գնաց, եթե ես ներվայնացած եմ, բոլորը պիտի ներվայնացած լինեն, գողություն ասա սիրելիներ, լսեք պատվիրանը, 8-րդ պատվիրան, մի գողացիր, Աստված ասում է երանի խաղաղություն անողներին, երանի խաղաղություն անողներին, թերություններ բոլոր տեղերում կա, նույն բանը կարաս ավելի հանգիստ ասես, որ չգողանաս իրանից, ուրախություն է չգողանաս, շատ ժամանակ եղել է, որ ես եկել եմ տուն կնոջս, ասենք անցած անգամ, որ կիրակի օրը այստեղ ենք, ես պատգամից առաջ գիտեի, որ մի ցավալի մահ է տեղի ունեցել, 15 տարեկան մեր եղբայրներից մեկի աղջիկն էր մահացել, բայց ես ոչ մեկին չասեցի, չուզեցա այդ ուրախությունը, որ գալիս է գողանամ, պաշտամունքից հետո արդեն ուզում էի ասել, իրանք արդեն գիտեին վերջում, բայց կարայի գողանայի, չէ, կարայի գողանայի, բայց որոշեցի չգողանամ, շատ բաներ կա, որ ես մի քիչ հարցնում եմ Սուրբ Հոգուց,
Ես որ տեղեկացնեմ, ինչ կլինի այդ մարդու ուրախությունը, չի գողացվի արդյոք։ Չեմ ասում սուտ ասեք, բայց հոգացեք դիմացինի համար։ Մի գողացեք իրանից, ոչ խաղաղություն, ոչ ուրախություն, ոչ դիրք։ Լսեք, բամբասանքով մարդիկ դիրք են գողանում։ Մեկը մեկին հարգում է։ Դու էլ տեսնում ես, որ հարգում է։ Գալիս ես ասում ես, ես դու գիտես ինքը ինչ ձևի մարդ է, որտես լավ ես վերաբերվում։ Գողացար իր դիրքը։ Այն մեկի մոտից գողացար իր դիրքը։ Գողությունա թե չէ։ Ամենք լավ են իրար հետ, թող լավ լինեն։ Թող ամեն ինչ լավ լինի, ոչինչ թող չիմանայել այդ թերությունը։ Ինչի դու թերություններ չունես, որ ոչ ոք չգիտի։ Ով կուզեր այստեղ իր բոլոր թերությունները հանկարծ բացահայտվեին։ Գոնե այնքան ինչքան էլ գիտի ձեր տան ապրողը։ Ոչ ոք չեր ուզի։ Ճիշտ է թե չէ։ Ինչի ես գնում հայտնում։ Հանցանքը ծածկող եղեք։ Ձեր հանցանքը չէ, ձեր հանցանքը խոստովանեք։ Կողքինի հանցանքը մի տարածեք։ Գնացեք իր հետ խոսացեք։ Շտկեք։ Ներեք, արդարացրեք, ուրիշների աչքին բարձրացրեք, դիրք գողացող մի եղեք, հեղինակություն գողացող մի եղեք, մենք մի գողացիրը միայն նայում ենք փողի հետ կապված, դու կարաս ուրիշի դիրքը գողանաս, շատ եկեղեցիներում, շատ հովիվների դիրքեր գողանում են, դու գիտես ինքը իմ հետ ոնց խոսած, շատ ժամանակ էլ ստեր են հնարում, բայց նաև կարա ճիշտ էլ լինի, բայց գողությունը մնում է գողություն, մենք պիտի հեռու մնանք գողությունից, սիրելիներ, շատերը երջանկություն են գողանում, մի բան գիտեն, ընտանիքը ամուսնացել է, մի բան գիտեն, որ եթե հայտնեն, թե ասենք կինը ինչ կյանքով է ապրել, գողանան իրանց երջանկություն, հայտնելու իմաստը որն է, լավություն ես ուզում անես, թե երջանկություն ես ուզում գողանես, հարս ու կիսուր իրար հետ լավ են, բայց կիսուրը եկել է հարսից բամբասել է, կամ հարսն է կիսուրից բամբասել, գնում ես, հայտնում ես, արդ լավ են իրար հետ, քո գործը չի, լավություն ես անում, ոչ գողություն ես անում, ժամանակ գողացողները, մարդ կա ուղղակի ուզում է քո ժամանակը տանի, անիմաստ, եթե կարիքի մեջ է, սա հասկանալի է, բայց մարդ կա պահանջում է, չէ, պիտի իմ կողքին պտտվես, մի գողացեք ոչ մեկի ժամանակը, երբ որ դու պայմանավորվում ես և ուշանում ես, լսեք, և որ քո համար մեկ ադե թող սպասի, մինչև 15 րոպե ուշանալ չի, այսինքն դու տնից որ դուրս ես գալիս, արդեն գիտես, որ 15 րոպե ուշանալու ես, կարա էր նենց աներ, 15 րոպե շուտ գնայր, բայց դու գիտես, դե 15 րոպե թող սպասի էլի, 15 րոպե գողացար, եթե պայմանավորվել ես ճիշտ ժամանակին արի, գողությունա թե գողություն չի, լսեք, կարող է շատ վերացական բաներից եմ խոսում, գողությունա թե ոչ, գողությունա, մի գողացեք ոչ մեկի ժամանակը, երբ որ դու աշխատում ես, մա լսեք ինչ եմ ասում, քեզ վճարում են ասենք 100,000 դրամ, որպեսզի դու ժամը 9-ից մինչև 6-ը լինես ինչ-որ տեղ աշխատանքի, և դու 10-ին գնում ես, 5-ին գնում ես տուն, բայց դու վճարվում ես, ոչ մեկ էլ չգիտի, պայմանավորվում ես, ով որ քո անմիջական ղեկավարն է, այն տերը, գործի տերը, գործարանի տնօրենը չգիտի, որ իրա փողն է քեզ տալիս։ Ու դու 9-ից 6-ը աշխատելու փոխարեն, աշխատում ես 10-ից 5-ը։ Դու գողացար, թե չգողացար, ինձ ասեք։ Քրիստոնյաներ, արդյոք մենք ազատ ենք սրանից։ Արդյոք մենք սրան գողություն ենք ասում, բաշարեցի, արեցի, բաշարեց, արեց, հալալա, իսկ Աստված ինչ ասում, ասում է հալալա, վերևից նայում ասում է հալալա, բաշարեց, թե ասում է գողացավ, ամոթ, հետնել հավատացյալ է կոչվում,
Ինչ կմտածեն մարդիկ, ինձ այդքան չի հետաքրքրում, ինչ կմտածի Աստված։ Շատ կարամ օրինակներ ասեմ, այնքան խորն է, մի գողացիր պատվիրան։ Այնքան տեղ կա, որ մենք ապաշխարենք։ Խոստանում ես մեկին մի բան, և քո ընկած բնույթը քեզ խոստումը պահել չի թողում, ասում ես, հա լավ, ինքը 100 անգամ խոստացել է չի պահ, ինքը կապ չունի, խոստացել ես, մի գողացի։ Մենք երբ որ տենում ենք մեկը մի քիչ ավելին ունի, հիշում եք առակը, որ այգու համար աշխատողները կանչում Տերը, առաջինին կանչում առավոտ, երկրորդին կեսօրին, երրորդը իրիկունը, չէ, երեք խումբ աշխատողներ է կանչում եւ ինչքան է վճարում առաջինին, բոլորին հավասար է վճարում, այն առաջինին, որ այդքան տալիս է, այսինքն սկզբից ում է տալիս, ամենավերջին, ժամը 6-ին եկողներին, բերում է վճարում, ասում է այսքան։ Նրանք մտածում են, բայց որ մենք առավոտից աշխատել ենք մեր չափը, եթե նրան տվեց, ուրեմն մեզ շատ կտա։ Կեսօրի աշխատողներին նույն չափն է տալիս Տերը այգու։ Սրանք մի քիչ տրտնջում են, նրանք ասում են, մենք առավոտից աշխատենք, մեզ այդքան տաս, նրանց էլ այդքան տաս։ Ասում են, ես չեմ այգու Տերը։ Մարդը նախանձելու բնույթ ունի իր մեջ։ Ախի պետք է իմ հարևանը սենց ավտոքշի, ես չքշեմ։ Ինչի պետք է ինքը այսպես հագնվի, ինչով է ինձանից առավել, ես չհագնվեմ։ Ու սա քեզ ստիպում է, որ դու գողանաս։ Որտեղ Աստված քեզ դրել է այդ դիրքի մեջ, քեզ դաս ունի սովորեցնելու։ Մեր ամեն մեկի ֆինանսական հնարավորությունները շատ տարբեր են։ Եվ շատ ժամանակի ընթացքում բարձրանում իջնում են։ Եթե հիմա նայենք այստեղ նստածներին, ասենք մարդ կա մի 30 տարի առաջ ինչպես է ապրել, հիմա ինչպես է ապրում, ասենք շատ բարձր էր, հիմա շատ ցածր է, մարդ էլ կա 30 տարի առաջ շատ ցածր էր, հիմա շատ բարձր է։ Աստված ինքը որոշում է, ում ինչ դասա տալու։ Օրհնյալ լինի Աստված։ Եթե դու հավատքի մարդ ես, սատանան քո կյանքում իշխանություն չունի, ամեն ինչ որ անում է Աստված անում։ Եթե ինքը որոշել է ինձ աղքատության մեջ դաս տա, օրհնյալ լինի Աստված։ Եթե որոշել է հարստության մեջ դաս տա, օրհնյալ լինի Աստված։ Մենք այստեղ ժամանակավոր ենք։ Մեր տունը երկնքում է։ Այստեղ մի քիչ շատ, մի քիչ քիչ դեր չի խաղում, մենք այնտեղ գանձեր ենք դիզում։ Բարի կարա եւ գանձեր դիզի երկնքում։ Երկնքում հարուստ լինես։ Մարդը, երբ որ նախանձում է, երբ որ կողքինը ավելի ունի, քան ինքը, արդեն սկսում է մեջը, մեղքը շարժվել։ Կայանը ինչի սպանեց Աբելին։ Աբելը ուներ Աստծո բարեհաճությունը, ինքը նախանձեց։ Նայեք խոսքը միայն նյութական բաների մասին չի։ Ինչի ես մեկը այսպիսի դիրք պիտի ունենա, իսկ ես չունենամ։ Լսեք, ունեցեք, օրհնյալ լինեք դուք, շատ ունեցեք, դիրք, իշխանություն, խաղաղություն, ֆինանս, ամեն ինչ շատ ունեցեք, միայն մի ճանապարհով, արդարության ճանապարհով։ Չգողանաք երբեք, չգողանաք ոչ մի բան։ Ուզում ես քեզ շատ հարգեն, չբամբասես, գիտեք այդ ինչի է նման, որ իմ շորերը մի քիչ կեղտոտ է, այս կողքինը շատ մաքուր է։ Ես վերցնում եմ իրա վրա լավ ցեխ եմ շփում ու կանգնում եմ իրա կողքին, արդեն ես մաքուր եմ երևում, ես իմ ստից կեղտերը չի երևում։ Մի արեք, մաքրեք ձեր հանդերձները, ոչ թե կողքինին փնովեք, այլ դուք փոխվեք, դարձեք լավը։ Մի գողացեք իրա մաքրությունը, մի գողացեք իրա դիրքը։ Ինչ է գողությունը։ Եթե դու վերցնում ես մի բան, եթե դու դիմացինին զրկում ես մի բանից, որ իրան է պատկանում, վերցնում ես, որ քեզ չի պատկանում,
դու գողություն ես անում։ Պարզ է թե պարզ չի։ Ումից եք գողանում։ Մարդը ասում է պետությունից գողանալ գողություն չի, հիշում եք այդ ժամանակները, հիմա էլ կան շատ։ Պետությունից գողանալը գողություն չի։ Ես ու մարդուց չեմ գողանում, պետությունից եմ գողանում, իսկ Աստվածաշունչը ինչ է ասում։ Մարդը ասում է ծաղիկ գողանալը, այդ ծաղիկները նկատի ունեմ են տնային ծաղիկները։ Գողություն չի։ Աչու ձախ վերցնում է։ Համա այդ հարցրել ես, ինքը թույլ է տալիս, եկավ լավն է, պոկես գնաց։ Հետո էլ գալիս այդ մարդը տենում ասում է, ով պոկես տենաս։ Բայց ես չէի ուզի իմ ծաղիկը պոկվեր։ Գողություն է թե չէ։ Գողություն է սիրելիներ։ Ասում են գրքի գողը գող չի։ Գրքի գողը գող է, ամեն ինչի գողն էլ գող է։ Մի դեպք կա միայն Աստվածաշնչում, որ էլի ասում է գող է, բայց ասում է, եթե մարդը սովից մեռնում է սովից, և հաց է գողանում որ ուտի, ասում է, իրան խիստ մի պատժեք։ Սոված էր, ոչ թե ուզում էր ավելի լավ ապրել, այլ մեռնում էր սովից, և հաց գողացավ ու կերավ։ Ասում է, դու ավելի լավ տաներ այդ հացը տայր իրան, ոչ թե գար քո տնից գողանես։ Մի դեպք կա միայն, գրված է Առակաց 6-ի 30-31 խոսքերում։ Եկեք կարդանք դա, շատ հետաքրքիր է։ Առակաց 6-րդ գլուխ 30-31 խոսքերը։ Այն գողին չեն արհամարի, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետև սոված էր։ Սակայն եթե բռնվի, պիտի յոթնապատիկը վճարի, իր տան բոլոր ստացվածքը պիտի տա։ Անգամ այս դեպքում պիտի յոթնապատիկը վճարի Աստված շատ խիստ է ասում գողությանը։ Շատ խիստ ասում է մի գողացիր։ Եվ թվոց 5-րդ գլխում ուղղակի չկարդամ այդ հատվածը, Աստված ասում էր, որ եթե մեկը մի բան գողանում է, ինքը պիտի հատուցանի, ավելիով պիտի հետ վերադարձնի։ Լսեք, եթե դուք մեկի խաղաղությունն եք գողանում, ուշադիր նայեք, ես որ սրա մասին էի խոսում, որոշ մարդիկ ժպտում էին։ Երբ որ դուք հոգսերի տակ բեռնված կամ վատ տրամադրությամբ հլնում եք ու ձեր տնեցիների կամ ձեր աշխատակիցների տրամադրությունը փչացնում եք, դուք գողանում եք իրանց խաղաղությունը։ Լսեք, գրված է, ավելիով հատուցելու ես։ Սա Աստված է արդեն անում։ Գողացար խաղաղությունը, քեզանից ավելիով գողացվելու է։ Քանի դեռ դու չսովորես, քո մեջ պահես դա։ Իհարկե կիսվի, իհարկե ասա դժվարության հոգսի մասին, բայց մի գողացի խաղաղությունը։ Գողացար ավելիով հատուցելու ես։ Աստված անելու է այդպես։ Քանի դեռ չես սովորել անընդհատ, ավելի ես կորցնելու քո խաղաղությունը, ավելի է վատանալու քո տրամադրությունը։ Եթե դու հանգստանում ես, երբ որ բոլորը քոպես ներվային են դառել։ Լսեք, խնդրում եմ ձեզ, մի գողացեք, ոչ մի բան, մի գողացեք։ Նայեք, այս պատվիրանը շատ կարևոր է համայնքային կյանքի համար, եկեղեցու մեջ, շատ կարևոր է սա, պատկերացրեք մենք իրարից ոչ մի բան չգողանանք։ Հեսա գնալու ենք քեֆի, միասին, քաղաքից դուրս ենք գալու, հիմիկվանից կարակ պատրաստվեք, ամսի 24-ին մեր եկեղեցու 3-ամյակն է։ Գնալու ենք։ Լսեք, մեկ հայացքներ եմ տեսնում, որ գողանում են խաղաղություն։ Մի դժգոհեք, անթերի ոչ մի բան չի լինում։ Չեմ ուզում շատ խորանամ դրա վրա, բայց խնդրում եմ ձեզ, եթե դու գողացող եղար, քեզանից գողանալու են։ Իսկ եթե դու ներող եղար, զիջող եղար, հեզ եղար, ծառա եղար, Հիսուսն ասում էր, ես ձեզանից բոլորից մեծ եմ, Տեր եք ինձ ասում, բայց ձեզ ծառա եմ, և ծառաներին, խոնարհներին Տերը վարձատրում է։ Գողը գիտեք ինչ ասում, գողը ասում է, ես ինչով եմ վատը, որ ինքը ունենա, ես չունենամ։ Սա հպարտությունն է,
Այսինքն ես այն դիրքում եմ, այս ինձանից ցածր ունի ես չունենամ, սենց ո՞ս կլինի։ Ինքը ով է։ Սա գողն է ասում։ Իսկ Աստված հակառակն է ասում։ Աստված լինելով բարձր իջավ, ոտքերը լվաց, ասեց ես ձեր ոտքերը լվացի, ինձ Տեր եք ասում եւ վարդապետ, ես ձեր ոտքերը լվացի, ուրեմն դուք էլ նույնը արեք։ Ոչ թե այնի ով է, որ իմ երեխուն տես բան ասի։ Ինչ քո երեխեն ով եղավ։ Կամ եթե անգամ եղավ, արդյոք Տերը չի ասում ների, արդյոք Տերը չի ասում դիմացինին քո անձից բարձր դասիր։ Կամ ես եմ դա ասում։ Դա Աստծո խոսքը։ Մեկը մյուսին ձեր անձերից բարձր դասեք։ Կապ չունի լավն է, վատն է, մեծ է, փոքր է, բոլորին ասա, իրանք ինձանից լավն են Տեր։ Ես իրանց պիտի պատվեմ, ես իրանց պիտի ծառա լինեմ, իրանք ինձ պիտի իշխեն։ Ես պարտավոր եմ իրանց սառը ջուր տամ, ինքը պարտավոր չի ինձանը։ Սա է Հիսուսի վարդապետությունը։ Ինքը կարա ասի հելի նստեմ, որովհետև ինքը ինձանից բարձր է։ Ոչ թե, բայց ինչի ես պիտի, ես իմ տեղն է։ Հասկանում եք, գողի հպարտությունն ասա։ Ոչ տարիքիս անել, ոչինչ հեզություն արա, ամեն ինչ Աստծուն հանձնի, Աստված քո համար մեծ տեղ կպատրաստի։ Դու ծառա ես բոլորի։ Այդ գողը կանգնում է ու ասում է. ես ինչի չպիտի ունենամ, ինչով եմ պակաս։ Հենց այսպես ասեցիք, արդեն գողության սկիզբն է։ Ինչով եմ պակաս, գողության սկիզբն է։ Կշերքի մեջ Աստված շատ խիստ է այս հարցում։ Չափի մեջ չխաբեք երբեք։ Երկրորդ օրինաց 25-րդ գլուխ։ Մարդկա ասում է, ես որ չխաբեմ, չեմ կարող առևտուր անեմ։ Պիտի գովամ ապրանքը, անորակ ապրանքը պիտի գովամ, որ ծախվի, չեմ կարող առևտուր անեմ։ Աստված ասում է չխաբես։ Սա գողությունը։ Ինքը այդ փողը չէր տա այդ ապրանքին, եթե իմանար ճշմարտությունը։ Բայց դու իրանից գողացար, որովհետև խաբելով ծախեցիր։ Դու կյանքում, եթե իմանաս քեզ կշերքի մեջ խաբում են, կգնաս այն մեկից կառնես, այդտեղից չես առնում, արի իժան կտամ։ Հետո նենց անում կշերքի մեջ, որ նրանից թանկ է նստում վրետ։ Եթե իմանայր, չէիր առնի։ Ինքը գողացավ քո փողը, թե չգողացավ։ Գողացավ։ Նույնը շորի առևտրի մեջ, նույնը ամեն առևտուրների մեջ։ Մի խաբեք, սա գողությունը, գողությունը, երբ որ դու անորակը որակյալի տեղ տալիս ես։ Երկրորդ օրինաց 25-րդ գլուխ, 13-ից 15 խոսքերը։ Մախաղումը տեսակ քարեր չլինի, մեծ եւ պստիկ, կշերքի քարերի մասին է։ Տանը տեսակ արդուներ չլինի, մեծ եւ պստիկ, սա էլ ծավալի չափ է, որ ասենք բան էին վաճառում, համեմունք էին լսվում դրանով, այդքան։ Կշերքիդ քարը կատարյալ եւ արդար լինի, եւ արդուդ կատարյալ եւ արդար լինի, որոնց երկար լինեն այն երկրի վրա, որ քո Եհովա Աստվածը կտա քեզ։ Ինչ կարդացինք, գողացար, ամեն գողությունից հետ գրպանդ լծվեց, օրերդ կարճացան, գրպանդ լծվեց, օրերդ կարճացան, ախար այս մարդը, որ հասկանա, չի անի սա, հիմա, եթե իր աչքի դեմը երևա, լավ այսօր 4000 դրամ գողացանք կշերքի մեջ, 40 օր պակասեց կյանքից։ Հետո տարին անցնում է, տենում է, 2 տարի պակասեց։ Արդեն կսկսի մտածել, ընդեղ գրած էր 69, հիմա դառավ 67, մյուս տարի էլ գողացանք, դառավ 65, այն մյուս տարի էլ, բայց մարդը չի տեսնում էսի։ Եթե տեսնի չի գողանում, բայց Աստծո խոսքը ճշմարիտ է։
ճշմարիտ է եւ ասում է երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքից մի նշանագիր չի փոխվի։ Ուզում ես կյանքիդ օրերը երկար լինի, գողություն մի արա։ Ոչ մեկից ոչինչ մի գողացիր։ Ամովս 8-րդ գլուխ, Ամովսի մարգարեություն 8-րդ գլուխ 5-ից 10 խոսքերը։ Որ ասում եք, երբ է անցնելու ամսագլուխը, որ ցորեն վաճառաշահենք, եւ շաբաթը, որ բանանք հացի շտեմարանները, որ փոքրացնենք արդուն եւ մեծացնենք սիկրը, որ նենգենք խարդախության կշերքը։ Երբ պիտի անցներ շաբաթը, որ սկսեմ իմ առևտուրը անել, որ կշերքի մեջ խափեմ, ասում եմ, որ փողով ծախու առնենք աղքատներին եւ տնանքներին մի զույգ կոշիկով եւ ցորենի խոտանով շահավաճառվենք։ Լսում եք, խոտան ապրանք ենք տալիս, լավի տեղ։ Տերը երթում արավ, լսեք, Տերը հաճախ երթում չի անում, բայց այստեղ ասում է, Տերը երթում արավ Հակոբի մեծ վայելչությունով, թե նրանց բոլոր գործերը հավիտյան չեմ մոռանալու։ Միթե այս բանի վրա երկիրը չի դողա եւ սուկ բռնի ամեն նրանում բնակողը, եւ վեր պիտի գնա Նեղոսի պես նրա ամենը եւ պիտի քշվի եւ ոռոգվի Եգիպտոսի Նեղոսի պես եւ այն օրը պիտի լինի ասում է Տեր Եհովան որ արեգակը մայր եմ մտցնելու կեսօրին եւ խավարեցնելու եմ երկրի համար լույսը այն օրին եւ ձեր տոները պիտի սուքի դարձնեմ եւ ձեր բոլոր երկերը ողբի եւ ամեն մեջքի վրա քուրձ պիտի դնեմ եւ ամեն գլխի վրա կնտություն եւ պիտի անեմ ինչպես մեկ հատիկի սուք եւ նրա վախճանը դառնության օրվա պես մեկ հատիկի սուք նշանակում է մեկ հատիկ երեխա ուներ այն էլ մահացավ սա անելու եմ որովհետեւ դուք գողանում եք Խիստա թե խիստ Հերու մնանք գողությունից, սիրելիներ, հերու մնանք գողությունից, մի գողացեք ոչ մեկի խաղաղությունը, մի գողացեք ոչ մեկի երջանկությունը, մի գողացեք լավ հարաբերությունները, մի բամբասեք, մի չարախոսեք, մի գողացեք ոչ մեկի փողը, խափելով առևտրի մեջ, մի գողացեք, Աստծուց, մի գողացեք, որովհետև գրված է Մաղաքիայի գրքում, ով տասանորդ եւ զոհաբերություն չի վճարում եկեղեցուն նա ասում է տարեք տիրոջ գանձանակը եկեղեցի չի ասում տիրոջ տան գանձանակը դա գողություն է մի գողացեք սիրելիներ մի գողացեք աղաչում եմ ձեզ մի գողացեք ձեր կյանքի օրերն եք կարճացնում ձեր ընտանիքների վրա անեծք եք բերում մի գողացեք շահի հետևից մի ընկեք մամոնային մի պաշտեք, խնդրում եմ ձեզ, շահի համար մի ծռեք Աստծո խոսքը։ Շատ զորավոր պատվիրանաս է։ Արդյոք մենակ փողին է վերաբերվում։ Ոչ։ Լսեք, մի բան ասեմ։ Եթե դուք ինչ-որ մեկին պարտք եք, կարաք վճարեք այդ պարտքը ու չեք վճարում, ինչ է դա։ Կարաս ամիսը 10,000 դրամ վճարես։ Քո պարտքը շատ մեծ է։ Կարաս ամիսը 10,000 դրամ վճարես։ Քեզանից պիտի կտրես 1000 դրամ կարաս վճարես, քեզանից պիտի կտրես։ Ինչ է սա։ Սա էլ է գողություն։ Եվ մենք շատերս պիտի ապաշխարենք սրանից։ Վերցրեցինք, տվեց։ Այդ ինքը շատ ունի, էդի կապ չունի ինքը շատ ունի։ Դու վերցրել ես, եթե վերցրել ես չես տալիս, դա ինչ է։ Սա գողություն է սիրելիներ։ Հռոմեացիներ 13:8 Աստված հստակ պատվեր է մեզ ուղարկում։ Ոչ ոքի, ոչինչ պարտք չմնաք,
Լսեցիք։ Ոչ ոքի ոչինչ պարտք չմնաք, բացի իրար սիրելուց։ Այս սիրելու մեջ պարտք մնացեք։ Ոչ ոքի ոչինչ պարտք չմնաք։ Վերցրել ես, ասել ես կվերադարձնեմ։ Վերադարձրել։ Կտրի քեզանից։ Քիչ վերադարձրա։ Տիրոջը ասա 500 դրամ եմ կարում, մի հատ կաս ես սարքում, ամիսը 500 դրամ գցում ես տեղ։ Հաջորդ ամիս կաղա Տերը քեզ օրհնի, որովհետև դու հենց որոշումդ կայացրեցիր, որ վերադարձնելու ես, անեծքը քո վրայից վերանում է։ Եվ Տերը կբացի երկնքի պատուհանները։ Եվ քեզ օրհնություն կտա, որ դու պարտք չլինես։ Գրված է, որ օրհնությունը երբ որ գալիս է, դու ոչ թե պարտք ես վերցնում, այլ սկսում ես պարտքով փող տալ։ Հետնել, չակնկալել, որ իրանք կվերադարձնեն։ Կուզես քեզ պարտքով փող տան, թե կուզես դու պարտքով փող տաս։ Տեսեք, պարտքով կտակ, երբ որ դուք շատ ունեք։ Թեկուզ չբերեն է, լավություն ես անում, երկնքում գանձ ես դիզում։ Իսկ երբ որ պարտքով վերցնում ես, ուրեմն կարիքի մեջ ես, որ վերցնում ես։ Հիմա ո՞րն եք ուզում։ Մի գողացեք։ Ում պարտք եք, ձեր պարտքերը վճարեք։ Ոչ մեկի պարտք չմնաք։ Չասեք ինքը կարիքը չունի, էդի ձեր գործը չի, գողություն մի արա, ձեր տճկին մի դարի։ Մի դարի։ Ասա մեկը ինքը շատ ունի։ Եթե կապ չունի ինքը շատ ունի, գնա մի հատ էլ իրանց տնից թաքուն գողություն արա։ Ոչ, սա էլ է գողություն։ Շեքսպիրը մի լավ խոսք ունի։ Ասում է նա ով իմ քսակն է գողանում, աղբ է գողանում։ Որովհետև այդ ինչ որ կա այդ փողը մի օր աղբ է դառնալու։ Ինչ ուզում ես առ, մի օր մաշելու է։ Ճիշտ է։ Նա ով իմ քսակն է գողանում, աղբ է գողանում։ Բայց նա ով գողանում է իմ բարի անունը, ինձ թողում է իսկական աղքատության մեջ։ Այդ բամբասողները, այդ չարախոսողները, իսկական գողերը դրանք են։ Էնի աղբեր գողացավ։ Իմաստուն մարդ է եղել Շեքսպիրը։ Եփեսացիներին 4:28-ն ասում է, եթե գողացող կար ձեր մեջ, թող այլևս չգողանա։ Գողն այլևս չգողանա, գրված է Եփեսացիներին 4:28-ում։ Եթե հիմա դու լսեցիր, Աստված քո սրտի հետ խոսած, եւ դու հասկացար, որ գողությունը շատ պատժելի արարք է, խնդրում եմ քեզ, ինչից կզրկվես, չես զրկվի, գողություն մի արա։ Եթե ինչ-որ մեկին պարտք էր ու այդ պարտքը կոպիտ ասած գրել էր սառույցի վրա, այս շոգ ժամանակին էլ սառույցը շուտ հալում է, գնա ու գրի քո աչքի դիմաց, ու ասա Տեր, ես այս գումարը այս մարդուց չեմ գողանա։ Ամեն, որովհետև գրված է, եթե գողանաք, ձեր կյանքի օրերն է կարճանում։ Սա նշանակում է հիվանդություն է գալիս։ Սա նշանակում է մարդը ինչից է կարճանում օրը։ Նյարդայնություն է գալիս, ստրես է գալիս, դեպրեսիա է գալիս։ Մի գողացեք։ Մի գողացեք։ Աստծո բարկությունը հեռացրեք ձեր վրայից։ Մի գողացեք։ Հնարավոր է, որ այս պատվիրանը մեզ վերաբերվի, սիրելիներ։ Քանի անգամ ենք ասել, ոչ գողանում ենք, ոչ ես ենք անում, ոչ են ենք անում։ Հնարավոր է, որ սա մեզ վերաբերվի։ Հնարավոր է, որ մենք ապաշխարելու բան ունենք այստեղ։ Հիշում եք, խոսում էինք մի քանի շաբաթ առաջ, ինչ որ թաքուն եք անում եւ ամոթ է, որ բոլորը իմանան, սա մեղք է։ Հավատացյալներ, կուզեիք ձեր կյանքի այն որ գողացել եք ինչ որ մեկից, լինի բարի անուն, լինի հեղինակություն, լինի գումար, թեկուզ Աստծուց,
Ուզեք բոլոր եկեղեցին իմանար։ Ապաշխարենք, միասին ապաշխարենք։ Իսկ ապաշխարությունը ինչ է։ Ղուկաս 9-րդ գլուխ 8-րդ խոսքից մի հատ գողի ապաշխարություն եմ հիմա ուզում ձեզ միասին կարդալ։ Ղուկաս 9-րդ գլուխ 8-րդ խոսքից ներողություն 19-րդ գլուխ 8-րդ խոսքից Հիսուս եկել էր Զաքեոսի տուն։ Հիշում եք, Զաքեոսը բարձրացել էր ծառի վրա, կարճահասակ էր եւ ասում էր գոնե հերվից Հիսուսին տեսնեմ, Հիսուսն էլ ասեց Զաքեոս, այսօր քո տանն եմ հաց ուտելու։ Զաքեոսը ուրախացավ, Հիսուսը գալիս է իմ տուն, եկավ, Հիսուսը մտավ, հիմա լսեք։ Զաքեոսը կանգնեց Տիրոջ առաջ եւ ասաց. Տեր, ահա իմ ունեցվածքի կեսը աղքատներին եմ տալու։ Եվ եթե մեկին զրպարտությունով զրկել եմ, ինչ որ մեկից գողացել եմ, 4 պատիկը կվճարեմ։ Հիսուսն էլ նրան ասաց. այսօր փրկություն եղավ այս տանը, որովհետև սա էլ Աբրահամի որդի է։ Որովհետև մարդի որդին եկավ, որ որոնե եւ ապրեցնե կորածին։ Այսօր այս տանը փրկություն եղավ։ Հիսուս այսօր այստեղ է, որ որոնի եւ փրկի կորածին։ Շատերս գողության մեջ ենք եղել եւ չենք հասկացել, որ գողության մեջ ենք։ Աստված այսօր եկավ մեր սրտի հետ խոսած, մենք Զաքեոսներն ենք այսօր։ Քո սրտի մեջ դու որոշում կկայացնես, ումից ինչ գողացել ես վերադարձնես իրեն։ Քո սրտի մեջ քանի հոգու խաղաղություն ես գողացել, վերադարձրա իրեն։ Քանի հոգու ուրախություն ես գողացել, վերադարձրա։ Քանի հոգուց ունեցված քեզ գողացել, պարտքով փող ես վերցրել, չգիտեմ, գուցե ինչ-որ մեկը իրոք ինչ-որ բան է գողացել, տար, քեզանից կտրի, դժվար է հիմա, ծախսել ես, բայց քեզանից կտրի, որոշում կայացրա, որ դու վերադարձնելու ես տեղ։ Պարտք չեմ մնալու, Տեր, բացի սիրելուց, քո խոսքն է ասում, ոչ ոգի, ոչինչ պարտք չմնաք բացի իրար սիրելուց։ Այս սիրո մեջ թող պարտք մնա։ Թող ինքն էլ ինձ պարտք մնա։ Այսօր այս տանը փրկություն եղավ։ Այսօր այս տանը փրկություն եղավ։ Եթե հիմա կանգնելու ենք աղոթքի, եթե քո աղոթքի մեջ դու որոշում կայացրեցիր, որ Տեր, ինչ էլ լինի, 8-րդ պատվիրանի իմ աչքի դիմացա լինելու, 8-րդ պատվիրան, գողություն մի արա, գողություն մի արա, գողություն մի արա։ Եվ ինչ որ արել եմ, այս է ապաշխարությունը, վերադարձնելու եմ, հատուցելու եմ, տեղը բարիք եմ աղարել։ Զաքեոսի ապաշխարությունը, միակ ապաշխարությունը գողերի համար։ Ամեն, չենք գողանա, կանգնենք աղոթքի։ Մեր զորավոր Հայր, շնորհակալ ենք, որ բացում ես քո սրբության ճանապարհները մեր առջև, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ մեզ իմաստություն ես տալիս, որ հեռու մնանք մեղքից, այն մեղքից, որ քո թանկագին որդուն ստիպեց խաչը բարձրանալ, որ վճարեց մեր մեղքերի համար, որ մեր մեղքերի պատիժը կրեց, տանջանքի Տեր եղավ եւ տառապանք կրեց, մեր մեղքերի պատճառով հիմա հայտնում ես քո սուրբ խոսքը, որ հեռու մնանք մեղքից, Տեր։ Շնորհակալ ենք, որ մեր մեջ ես, Տեր Հիսուս, որ մենք Զաքեոսներն ենք եւ դու այցելել ես մեզ։ Հիմա դու մեր կողքին ես։ Հիմա դու այս խոսքը լսողների կողքին ես, Տեր։ Ահա այս աղոթքի մեջ խոսիր մեր սրտերի հետ,
որ մենք տեսնենք մեր կյանքում արած գողությունները Տեր։ Եվ Զաքեոսի պես ապաշխարություն ապրենք։ Եվ քո սիրտը լցվի ուրախությամբ Տեր։ Քո սիրտը լցվի ուրախությամբ, որովհետև դու հենց դրա համար ես եկել, որ որոնես և փրկես կորածին Տեր։ Զաքեոսը կորած էր և գտնվեց։ Այստեղ մարդիկ կան այս խոսքը լսող, որ կորած էին և փրկվեցին, որովհետև քո առաջ են որոշում կայացնում իմաներ, որ այլևս գողություն չեն անել։ Հիսուս Տեր, փառավորվիր այս մարդկանց կյանքում։ Հալելույա։ Որովհետև նա ուզել է ինձ, բարի լուրն ավետելու, նա ինձ ուղարկել բժշկելու, կոնտրոլ սրտերին կապվածներին, կարտակյալներին, ազատության կոչ, Տիրոջ տարին հռչակելու, Տիրոջ օրը վրեժ խնդրության, սփոփելու սգավորներին, Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև նա ուզել է ինձ, բարի լուրն ավետելու, նա ինձ ուղարկեց բժշկելու, կոտրած սրտերին կապվածներին, վատակյալներին, ազատության կոչ, Տիրոջ տարին հռչակելու, Տիրոջ օրը վրեժ խնդրության, սփոփելու սգավորներին, Սիոնում ողբացողներին, մոխրի փոխարեն առած պսակ, ցնծությանու փոխարեն լացին, Զատուկի արվի հանգեցակին, Սիոնում ողբացողներին, մոխրի փոխարեն առած պսակ, ցնծությանու փոխարեն լացին, Զատուկի արվի